Ողջույն, Կորձարարալի կեթերում վերաթաղցող կապիտալաղորդումն է, մենք խոսում ենք նախին սպյուրքահայերի հետ, որոնք դարձել են հայրենադարձ։ Ողջույն Նորայր ջան, այսօր Նորայր Բենոհանյանն է մեր հյուրը։ Նորայր ջան, դուք Եգիպտոսից եք եկել։ Երբ եք եկել ու ինչի համար եք հայրենադարձել։ Այսինքն գրնամսել 2013-ներով գիտե, այդ ժամանակներ տեղափոխվեցա։ So գրեթե 13 տարի լրացավ, հա։ Ուսումնասիրեցիք նոր եկաք, թե ինչպես եղավ այդ process-ը։ Սկիզբը երբ որ եկա, իբր ուսանող եկա։ Այսինքն ուսանող լալես առաջ եկա մեկադմա Հայաստան, որովհետև երբ որ եկա շատ չէի մտածած որ Երևան պիտի տեղափոխվեմ։ So երբ որ եկա, ասին այ ինչ կրնամ մնել Երևանի մեջ եւ համալսարան մեկად օրմկացի բանը Հայաստանի ամերիկյան համալսարանը կացի այդ ժամանակ չէի լսած այդ համալսարանի մասին երբ որ տեսա դա կրկրվեցա ջուղ մգա մասնաճյուղ մգա որ ուզեի մասնակցել մեջ industrial engineering է so իբր ուսանող քանի մշապտվա ընթացքի մեջ որոշում արի որ եք մնամ ուսանող քիչ մնամ այստեղ Եվ ուսանողությունս ավարտել է վերջ, մնացի։ Արդյունավետության, ջարդարավետություն։ Հա, թարգմանությունը անոնք որ մոդավոր այդ թարգմանությունն, հա։ Արդյունավետության մեջ է, հա։ Արդյունաբերության, արդյունավետության, այո։ Իսկ ժամանակ դուք քայրի ուսանում էիք, թե ինչպես էր որ։ Չէ, ես այդ ժամանակ Աղեքսանդրիա գաբրեի Եգիպտոսի մեջ, մեխի ֆաբրիկա ունեինք Ընտանեկան էր երբ որ փակեցինք այդ ժամանակներ որ քանի ամիս վերջը որոշեցի այդ ժամանակներ որ որոշեցի Հայաստան գալ Մինակ ինչպես է առանցին հոն ծեր ընտանիքը հոն էր ընտանիքս Եգիպտոս է Եգիպտոս են դուք որոշեցիք ու իրենք ողջունեցին հարգավ իհարկե միշտ կերտան գուկան հա գուկան կերտան ու որոշեցիք ու առաջին քայլերը ինչպես կլանի որ մեկը որոշե միշտ ցանկացած կացած երգիր նոր կամ ծանոթ կամ անծանոթ երգիր որ ուզես մնալ միշտ առաջին քայլերը դժվար են ինչպես եղան հա հեշտ չէ բայց ինձ համար չեմ կրնալ ասել որ աչա Բարտեր, այսինքն որովհետև շատ ընկերներ ունեի այստեղ։ Սպյուրքա հայ որենք դարձել են հայրենադարձ։ Հա, մեծ մասը այո։ Խումբ ընկերներ գային որ Եգիպտոս են աստեղ գաբրեին։ So այսինքն հարմարվեցանք եւ այսինքն հարմարությունը միայն ադենը մեյմը փանգլար արևելա հայերեն է արև մտահայերեն Քիչ դարբերություններ կան, ադիգա էր քիչ, բայց ադիգա արդեն քանի ամսվա ընթացքում արդեն անցավ։ Դե ամենան քիչ բանն է ադի, որովհետև ադի հաղթարես նաև հումորով գնայս այդ ամեն ինչին, բայց շատեր կան որ գուքան կսկսին իրենք մենք այսպես ենք իրենք այնպես են այդ գեդի մեջ խորացողը ընդհանրապես չի մնար ու լավ է որ չի մնա որովհետև չի գարնար երկար մնալ բայց դուք իմացիք որ թեթե վեր ամեն ինչ ուրեմն չի դեսակ այդ ամեն ինչ չէ բարդությունները չէ ադիկա չունեցա էս բայց ինչ են գարձեք մարդկա ունի նույնիսկ ադեն մեկ ընտանիքի մեջ մարդկա շուտով կսկսի ճղայնանալու ամեն ինչին մարդկա ընդհանրապես գուրախանա ամեն մեկ դեսարանը որ դեսնե երկրի մեջ այսինքն ես անցամ հանգիստ կսկայի շատ հանգիստ կսկացի Երևան so ակին բան տետև կդանեի այսինքն adank կրնան ասել բայց ինձ համար իսկապես կրնամ ասել եթե շրջանակ ունիս ընկերներ որ ինչպես անգլերենով գսեն support system-ի վես է թիկունք հա հետեն խոսիս հետերնին միշտ կհանդիպիս մանավանդ բան եթե ես անցամ շատ գսիրեմ մշակույթային ասենք իվենտներ բաներ երթալ միշտ կերտանք բոլոր եկողները ընդհանրապես շատ զարավ ունին այդ ցերեսածին այո ես իբր Եգիպտոս երբ որ գաբրեի ես հա գսիրեի հայերեն գարտալ ավելի բայց շատ բաներ չկային միջոցառումները քիչ էին հա մանավանդ որ Եգիպտոսի արդեն քաոտը աչափ մեծ չէ ինչպես որ ենթադրենք 100 տարի առաջ բայց երբ որ հոսքամ միշտ
փորձեմ թատրոն բան երթալ շատ կսիրեմ այո բայց լրիվ ուրիշ մշակույթ է Եգիպտոս ժողովուրդը ինչպես կմտածի ինչպես կապրի գրոնքը այդքան բանա իրենց մոտ այլ ասկությունը բայց դուք մի անգամից եկաք մեկտեղ որ շատ դարբեր է չէ այսինքն ես Եգիպտոս էլ շատ հանգիստ կսկամ այսինքն եւ շատ նմանություններ կար ժողովուրդները հումորով են եգիպտացիներն շատ հումորով են իրենք ալ կսիրեն ընկերներ ընտանիք շուրջերնին այդ առումով շատ մոդ են եգիպտացիները եւ հայերը մանավանդ երբ ակին ընկեր հիմա կսկսան երբ որ կան եգիպտոսեն հոս եգիպտացի կան ընկերներ արաբ տուրիստ կան շատ հանգիստ կսկան այսինքն միշտ կսեն որ շատ ուրախ մտածին Երևանի մեջ իսկ առաջին քայլերը որ արիք համալսարան ինչպես էր դարի մի դարի երկու դարի ինչքան համալսարան իրականությունը ասեմ ես Եգիպտոսի մեջ քիչ մը Հայաստան երբ որ եկա հայերենս լավ ուժեղացավ բայց մեկ բան մգար որ օգնեց ինձ այդ համալսարանը որ ուսում անգլերեն էր սոգամած մտա այսինքն շատ բան չանտիվեցա լեզվական շատ խոչընդոտներ չունեցա որովհետև հայերենը անգլերենը սկսա հայերենը քիչ մը կամած թեվի թեթև էր տալ բայց հիմա այլևս շատ ավելի լավացած է նույնիսկ երբ որ նյութեր գարտա հայերեն գրել գարտալը շատ հարաճած է երբ որ համեմատեմ 10 տարի աջ միջև հիմա բայց ադի բայց շատ ուրախություն ինչքան մնացիք համալսարանը ծեր ուսումը անելու մոտավոր 2 տարի էր մաստերս էր հա մագիստրոս ծրագիր էր հիմա գարա այդ բնակավարը համալսարանը այո այդ ժամանակը գար բայց հետո երբ որ ավարտեցի գամած սկսա իբր տասախոսալ համալսարանը հա այսինքն վերջացրեցիք արդեն եկավ բահը որ պետք է արդեն գումար աշխատեք որ կարողանաք ավելի հաստատ մնալ Հայաստանի մեջ որովհետև մեկը որպես ուսանող միշտ չի կարա մնա այնտեղ անցակ շուտով տասախոսի չէ գամած ավելի սկսա իբր տասախոսի օգնական այդ սևի պրոջեկտներու մեջ մասնակցել եւ գամած ես բնավ չէի մտածած որ նույնիսկ տասախոս բիլիլամ մորին մեկը առաջարկեցին փափակիս օրին մեկը տաստանացի հա եւ ծեր բնակավարի մեջ այո այսինքն engineering-ի ոլորտի մեջ քիչ մը բնաբանական ոլորտի մեջ ալ քանի մատ առարկաներ դված եմ բայց ավելի engineering եմ այսինքն ջարդարագիտություն որը ինչպես կտեսնեք ծեր ժամանակ Եգիպտոս եւ հիմա ինչպես է ընկալումը ծեր աշակերտներին ասենք այս նոր սերունդին որովհետեւ եթե համեմատենք հին սերունդներուն որոնք հիմա արդեն լրիվ ուրիշ աշխարհ է ծեր ասածը շատ հարաճած է ինչպես կտեսնեք այսինքն ես երբ որ ուսանող էի Եգիպտոսի մեջ ենթադրենք չէ 10 քանի տարի առաջ 15-16 տարի առաջ երբ որ ուսանող էի թե ջարդարագիտությունը փոխված է as 15 տարվա ընթացքում թե ոլորտը փոխված է եւ թե ինչպես համալսարանի մեջ ուսում տալը եւ ստանալը լրիվ փոխված են բնակավարներն է փոխված հա շատ փոխված է այսինքն հարաճած է so եւ միշտ այս փոփոխությունները դու իբր տասախոս պետք է դերյակ լաս ինչ են այս փոփոխությունները որ դու գրնաս գրծած այս փոփոխությունները նույնիսկ աշակերտներուն պիտի ասես որ նայեցեք նույնիսկ երբ որ հիմա արարգան տալիս եմ դասավանդում եք արարգան 10 տարի են 15 տարի են պիտի առաջանա ոլորտը նույնիսկ 15 չէ 1 տարի վերջ կարող է 2 տարի են հա բայց մանա Երևանը 10 սուրալով առաջան հա ամիսներուն տասկին կփոխվի գոր ու այդ ամենադժվար բանն է տասախոսի համար այսօրերուս ոչ միայն գիտելիքները նույն ծևով դալը որով միգուցե մի ամիս վերջ լրիվ քո ասածը լրիվ ուրիշ աշխարհ գնա գորնա փոխվի հա պլյուս դալու ձևը ինչպես որ ասեցիք ինչպես են ընկալում այսօր շատ ավելի քիչ համբերադար են մեր աշակերտները շատ ավելի շուտով ծրվող են չգիտեմ աշխատող են չեն գալիս մեկ ինչպես է այդ չէ ինքը պիտի տեսնես ինչպես պիտի ամենեն հարմար ձևը որ
գիտելիքը փոխանցես աշակերտներու ես միշտ չէ որ գնստիմ եւ տասախոսությունը պիտի գարտամ այսինքն 5 ժամ 1 ժամ 2 ժամ չի պիտի գրնամ չնստիլ տասախոսություն գարտալ բայց գրնամ տասարանի մեջ նստիլ որ ինքը աշակերտները ընդհանրապես շատ բան ունին շատ հետաքրքրություն ունին գիտելիքը ստանալու բայց գրնալալ գիտելիքը ստանալը շատ հետաքրքիր չէ իրենց համար տասախոսիմը նստիլ լսելը 1 ժամվա համար բայց գրնաս տասարանի մեջ իրեն լսել որ նայեցեք հիմա խմբային աշխատանքներ պիտի ունեք research պիտի ունեք կամ հետազոտություն փոքր հետազոտություններ պիտի ունեք այս նյութին վերաբերյալ եւ միասին պիտի խոսեք այդ ծավալ գրնաս իրենց աշխատանքի մեջ որ ուսման ստանալու համար ավելի պիտի ակտիվանան ակտիվ տեր պիտի ունենան որ փոխանակ ինձ պիտի լսեն քիչ մը пассив է պիտի նստին հա գրնան լսել գրնան չլսել գրնան հարց տան գրնան հարց չի տան նա ուրիշ դեղա ինքը բայց նայում ակես հա բայց երբ որ նստին իրենք աշխատանքը պիտի ունեն ուզեն չուզեն պիտի խոսին մեկը ինֆորմացիա կամ դիգիսին իրար հետ հա ես այս նյութի մասին ասկ դա տունալ ասկ նույնիսկ եթե վեջերը ստեղծվի էլի լավ է որովհետեւ այդ օգուտ կպրե հա եթե գրնա մեկը նույն նյութին մասին տարբեր բաներ գարտալ եւ պիտի նստին քննարկեն միասին եւ իրար հետ դասեն հա ինչու են աս տարբերությունները գամած գրնա ասի քիչ մի իրենց ավելի ակտիվ աշխատանքով դասարանի մեջ գրնան իրենք իրենց information-ը ստանալ այսինքն հետաքրքիր պիտի դառնա միանշանակ հետաքրքիր եթե չէ այսօր ոչ մի հաղորդում ոչ մի տասախոս ոչ մի դպրոցի ուսուցիչ չի կարող գրավել թիմացի մարդուն միանշանակ այդ պետք է բոլորն էլ անեն հիմա ցավոք սրտի ամեն մարդ չի որ ծեր նման կմտածե շատ մարդ կա շատ տասախոսեր կան գնալը շատ ավելի գիտելիքներ ունեն բայց փոխանցման ձևը հիմակված էր ասած է ենթադրենք եկավ տասախոսը այս բոլոր գարձիկները որ իրենք պիտի գիսվեին փանի վրա դրավ էկրանի վրա դրավ սկսա բացատրել խոսիլ միաձայն տոնով ու գեսից ավել քնած են ուղեղում բայց եւ որ ստեղծես մի հատ միջավայր որ նույն բաները սեղանի վրա տնես ու իրենք իրար մեջ գիսվեն շատ ավելի ընկալելի գտարնա շատ ավելի հետաքրքիր գտարնա ու շուտով իրենք կսկսին ավելի զարգանալու ոչ միայն բայց ադենը մեմը վետ գլա որ տունի për տասախոս պիտի նստիս հա սեզի բաներ մը պիտի ներկայացնեմ նյութ մը պիտի ներկայացնեմ ավելի լավ է լսեք որ քիչ մը ընտրեք հետո աշխատանք խմբային աշխատանք անցնիկ միասին բայց հա եթե ինքը դարբեր մոդեցումներ գա ինչպես բան կուգին տասախոսությունը պիտի պատրաստեն ադի պիտի հաշվի առնես այսինքն չես կրնար մեկ հատ ասենք lecture slide ինչպես ասենք մեկ հատ slide մը լա lecture-ի որ ամեն ինչ գրված է վրան թեորի որովհետև թե իրենք դժվարությամբ պիտի տեսնան ինչ որ նշված է սո հետաքրքրությունին գնամ քիչ մշեղվիլ բայց գրնաս ծևոմը գազբագերբել որ ընդգրավեք նային հա ասնգարը ինչ կապ ունի մեր խոսածին հետ օրինակներ բերել քուգին անստական փորձ փոխանցես որովհետև իբր տասախոս դու քիչ մը ավելի փորձ կնաս ունենալ աշխատանքային կնաս պիտի փոխանցես շատ կարևոր է եւ ես կփորձեմ նույնիսկ համեստ փորձս փոխանցեմ տասախոսության ժամանակ իսկ ծեր անգալիքները այս 13 տարվա մեջ Հայաստանի մեջ ստացակ հուսախապություն եղավ թե ավելի ողջավորություն եղավ ինչպես է ծեր 13 տարին թե կորձի առումով թե անձնական կյանքի առումով չեմ կրնար ասել չէ ընդհանրապես հուսախապություն չի գար ես իբր անց ես ալ շատ փոխվեցա երբ որ ինքս կհամեմատեմ 13 տարի առաջ ինչպես կնայի կյանքին հիմա շատ դարբեր է դրական է դարբեր է հա գնալ ամեն կողմանով ինչպես կյանքին գնայիս ինչ կփափակես կյանքիդ մեջ այդ փոխված է եւ Հայաստանի մեջ ես գրծա այսինքն ադի ինձ օգնեց լավ կողմով լավ ծևով որ թե ես անցամ շատ հանկիստ
միջավայրի մեջ էր որ գաբրիմ անձնական աճը գրծա ապահովելա իսկ մենք բոլորս երազում ենք բայց անձնական աճը սելով այսինքն ես ինչ կփափակիմ կյանքի մեջ այսինքն դրական օրան ունենք իսկ մենք բոլորս կփափակենք որ Հայաստան ավելի լավ երկիր դառնա այդ ավելի լավ երկիր դառնալու համար պետք է ունենանք այս ծեր հասարանում լավ աշակերտներ եթե աբակային ուզում ենք լավ ղեկավարներ ունենանք դուք ինչպես եք տեսնում ձեր աշակերտները տեսնում եք որ մեջերին խելացի պոտենցիալ ջարբիկ կրեատիվ մարդիկ կան գոհ ձեր աշակերտներից հա ընդհանուր լավ ուսանողներ կան եւ շատ կփափակին որ շատ լավ տեղեր անցնին ամեն կողմով թե իբր հետազոտող եթե գնանք սել կամ իբր օրին մեկը աշխատանքի գործատեր ամեն հույսով եմ ամենն լավ դեղերը հույսով եմ այսինքն անսերը երբ որ իբր աշակերտ տեսնում հա շատ դե հավեմատեք ձեր շրջանին որ եկաք ու հիմա իմ շրջանս էլ գար Եգիպտոսի երբ որ Եգիպտոսի իմ չստեղել շրջանը որ եկաք ուսանեցաք ստեղ գային լավ մարդիկ որ հիմա արդեն ունեն իրենց անձնական կորձերը այո այսինքն ես 13 երբ որ կհամեմատեմ այստեղ 13 տարի առաջ իմ տասագիցները հա իրենց գիտելիքները որ ստացած են ես կգարձեմ հույսով եմ այո առաջընթաց ունեցած են իրենց կարիերան մեջ Իսկ բարեկամները կան որ ցեզ հետևեցին վերադարձան հայրենիք եկան հաստատվեցին բարեկամսելով այսինքն ընտանիքներ անդամ ընկեր կա հա Եգիպտոսեն թե ուրիշներ են աշխարհին 4 կողմ են ընտանիքի քանի անդամ ալ կա արդեն կային բայց եկող քանի 1-2 հոգի ալ կա բայց քայլը առնել թե Հայաստան դեպոխվել հեշտ քայլ չէ եւ մանավանդ նոր մտնոլորտ պիտի տեղափոխվիս նոր կարող է նոր աշխատանքային ոլորտի մեջ պիտի սկսես աշխատել հեշտ չէ պիտի հարմարվես մարդկա պատրաստ է մարդկա որ իրենց աշխատանքներ ունին դժվար են մանավանդ եթե ընտանիք լալ ամեն ինչ թողել տեղափոխվելը Ձեզ ինչու թյուրին եղավ ավելի Բաչալերը մեկը որ այդ ժամանակը հա երբ որ դեպոխվեց առանցի դեպոխվեց ադի թյուրին է ավելի հեշտ է բայց ընտանիք որ դեպոխվի ավելի պիտի մտածես հա երեխաները ինչպես պիտի դպրոց երթալ դպրոց փոխել ավելի մտածելու բաներ կան որ հաղթահարելի են բայց չնայած հաղթահարելի եւ հարցի լուծում էլ մեր մեծ մասը հյուրերուն որ գուքան երեխաներով գսեն որ հոս ավելի ապահով երկիր է բոլորը նույն նախատեսություն կգրկնեն բարոյական առումով ամեն ինչով ադի մեզի համար գսեն ոչ մի տեղ չենք գտներ այդ հանգիստը որ երեխան ինչպես կուզե գերտա տաքսի գարնե ջամփան գկալե ընկերներ բան ամեն առումներով ապահով է այսինքն այդ նույնիսկ պետք է բաժար դառնա որ մարդիկ հոնդեղ են հոսքան բայց մարդիկ խուսափում են որովհետև այս ժամանակ մի քանի հոգու որոշումը գա եթե դղան է ուզողը գինը որ գնոջ որոշումն է եթե գինն է ուզողը ամուսնու որոշումն է երեխեք արդեն եթե մեծացան կարող ասեն չեն գուզեր եւ այլն ընդդեմ դժվարանա այո ավելի ընտանեկան որոշում պիտի լա որ անձնականեն քիչ տարբերվի ոգե դժվարանա այնտեղ իսկ ցեզի նայողները դուրս են ծեր ընկերները մարդ կա որ զարմացած է որ նորայրը որոշումը արավ քնած հիմա մնաց ու պիտի ավելի երկար մնա ասեմ այսինքն 13 տարի առաջ էր 13 տարի առաջ էր այդ ժամանակը երբ որ մեկը մանավանդ որոշե որ վերջնական Հայաստան կար այդ ժամանակը քիչ մտածեին հա նորայրը իր շրջանակը սկսեց ընկերներ ամեն ինչ սկսեց Հայաստան դեպոխվեցավ բայց չէ այսինքն մեծ զարմանք չէր այսինքն բայց ահագինը գամ որ գուկանն է միշտ ասեն հա նորայրին պիտի հանդիպենք եւ ուրախ կլան որ այսինքն մեկը գա Երևանի մեջ որ իրենց օգնե գցե հա այստեղ կացեք անտեղ կացեն եթե միշտ հարցեր գունենան հա եթե մտածեմ օրին մեկը որ ես ալ տեղափոխվեմ կամ իմ զավակս համալսարան ուղարկել միշտ այդ հարցերը կան իսկ փորձեմ հարգավ ինչ իմ գիտածովս օգնել
բայց վերջո իրենց անստական որոշումն է որ ամենեն շատն է որ պիտի at որոշման պիտի հասնի եթե գուզեն Հայաստան գալ կամ ոչ ամենատեպս այդ մեծ քայլը պիտի անեն շատերի համար նաև միշտ խորհուրդ կտանք այս հաղորդման միջոցով որ եկեք մի քանի ամիս մնացեք նայեցեք կստացվի չստացվի մեկ շաբաթ գալով բան չես հասկանալ կստացվի ծեր բնակավարը կամ այլ բնակավար որ ութուն կհասկանաս ինչպես որ մենք շոկոլադով չենք սպաղվել եկանք շոկոլադ դրինքով ամեն մարդ ունի մի դեղ որ գրնա կորձնել բայց բիդի մնա մի քանի ամիս կոնե 6 ամիս որ հասկանա ինչ է վիճակը իսկ դուք տասախոսության մեջ մտակ որպես տասախոս բայց արդյունավետական ընտանիք եք ուկակ դուք ծարակիր ունեք հետաքայում որ դառնա նաև ինչ որ բիզնես կամ ինչ որ ես անցամ այս ժամանակաշրջանի մեջ չէ այս ժամանակը շատ սկսած եմ սպառվել հա իբր տասախոս քիչ շատ դարբեր ոլորտ է որովհետև եթե մի տասախոսությամբ սպառվես կամ արդյունավետությամբ գնաս երկու հատ անել բայց քիչ դարբեր են ոլորտները Ադորամար չէ, այս ժամանակաշրջանը գարձեմ ժամանակ մեջը, բայց չեք երթար, հետակայի պլանը հա, հետակային չեմ գնացել, հա, բայց այս ժամանակը գարձեմ քիչ ավելի անավանդ որ PhD գնամ, քիչ մատ տասախոսությամբ սպառեմ։ Բայց էր տասախոս լինելը շատ էֆեկտիվ է, գիտեք ինչու, որովհետև շատերը կան որ ոչ մի բնակավար չեն մտած իրենց ուսանած։ Ու այդ բնակավարը միան իրենք թեորիա գիտեն։ Ու այդ տասախոսելը շատ ավելի դժվար է, քան դուք որ ընտանիքում ունեցել եք արդյունավետություն, հասկացել եք շատ բաներ քեդնի վրա, Տեգուս Եգիպտոսում ու հիմա գիտեք ինչպես փոխանցեք այդ, բայց եթե թեորիա է շատ դժվար է փոխանցել այս։ Եվ իրականություն ասեմ, այդ մանավանդ ինչ որոսիկ ինձի քիչ մը օգնած է, որ as մանավանդ որ աշխատանքային ոլորտի մեջ քիչ մը դրփություններ կան, որ գիտեմ, եթե ջարդարագիտության մեջ, հա, այս Կորզիկը եթե sense քիչ մնորությունները գիտնաս բայց չէ մարդ այսինքն ուրիշ տասախոսներ կան որ թեորիան շատ ավելի հարաճած է իրենց մեջ որ հետազոտության մեջ կգնա օգնել լաբորատորիայի մեջ աշխատանք կան բայց դարբեր մոդեցումներ են եւ իսկապես լավ տասախոսներ կա երկու մոդեցումներում ընթացքում Բայց ես կփորձեմ միշտ ինչ որ կորզնական փորձ վերցած եմ կյանքիս մեջ կփորձեմ ներառել նույնիսկ իմ տասախոսության ժամանակ Շատ կարևոր է գիտեք օրինակի մանայեմ մենք մարքեթինգի տասախոս է օրինակ բայց ինքը ոչ մի ընկերության մարքեթինգ չի անում ոչ մի դեղ այդ թվերը չէ բարձրացրած ինչ որ ընկերության մեջ մարքեթինգային շնորհիվ բայց ինքը միայն եղել է տասախոս նայում եմ մեկ ասում եմ որ ոնց կարելի է այսինքն ինքը պետք է աբացուցեմ իդեղ որ ինքը այդ ասածները աշակերտներուն գիրարել է հաջողվել է որ կարողանա վերջը բան անել ավելի հստակ իրեն մեզ ոչ թե միայն թեորիայով ինչ որ հիմա մարքեթինգային աշխարհի մեջ ասես sense արեք, դենց արեք, բայց իրականում ինքը չի էլ արել այդ հիմա մի քիչ փախում է որ պետք է ինքն էլ այդ բահին անի մի հատ որ մեզ աբացուցի որ դեսես ընկերությունը վերցրեցի մեկով դարձրեցի երկու օրինակ այդ մոդեցումը շատ կարևոր է իմ համար մոդեցում ինքը փորձը հա կարևոր է եւ բայց միշտ եթե փամը վիդի փորձես միշտ չէ որ դրական արդյունք պիտի ստանաս այսինքն ջարդարագիտության մեջ ալ նույնն է գրնաս փամը պիտի փորձեմ նույնիսկ եթե քիրքի մեջ կարդացես բանի հետազոտություն ըրացես կարդացես փամը գա որ չստացվեց ինչ այս չստացված փորձով է որ պիտի սորվիս հա գիտես ասի պետք է նորից անեմ ինչպես ուղեմ կամած trial and error լսեն ասի մեջ քանի անգամ պիտի փորձես մինչև որ արդյունքը ստանաս Ճիշտ ճանապարհը պիտի գտնես։ Եվ հա, փորձը մեկ անգամ չի լինես, շատ կգնացնել։ Նորայ ջան, մենք բادرազմ որ եղավ 2020 թվականին, շատ մահայերսին որ տեսակ ինչ եղավ արտասահմանեն, այսինքն իրենք որոշ չափով արդարացրեցին, որ իրենք ինչու չեն եկած տեսար ինչ եղավ։ Ինչպես է ծեր մոդեցումը բادرազմեն վերջ, ինչ որ ծրակ ցանկություններ կար, որ թողել, գնալ, չմնալ, դենց բան կար, թե ինչպես շատ մհյուրեր ավելի ամրապնդվեցան։ Ես գրնամսել հա ավելի ամրապնդվեցա։ Ինչն է պատճառը։
Բան belonging կսեմ հայերենով Պատկանելություն։ պատկանելությունը շատ մեկ Այսինքն վտանգը որ դեսակ դու գսիկ ավելի պետք է մնամ հա բարերով դժվար է Իսկապես, բասել կարևոր է։ բայց հա պատկանելությունն է շատ ու շատ կարևոր է այս բացատրությունը հյուրերը մեկ ունեցա որ մի դեղ եկա որ այսինքն եթե մայրդ կամ հայրդ հիվանդ է չես կնար ցկել երթալ պետք է մնաս իր կողքը ու փորձել տոնել ինչ-որ մի բան անել բուժելու համար Մանավանդ շատ ընկերներ ամեն ծանոթները նույն դժվարության մեջ անցավ պիտի տուն ադոր մասնես ու նույն նման է զինվորի նման զինվորը սահմանում է տունել քաղաքում պետք է լինես ինչ որ մի բան փոխելու ինչ որ մի բան պաշտպանելու համար Նորայր ջան շատ ուրախ եմ հանդիպման համար շնորհակալ եմ որ այսքան քաղաքարներ ու միտքեր գիսվեցաք Երանի շատերը ծեր նման որոշեն ու այսչափ թյուրին հայրենադարձեն ու մնան որ բոլորս ունենանք ինքը թյուրին չէ ինքը բան է խոչն բան է քանի մանկա վիդի փորձել է վիդի անցնիս եւ վիդի հաղթահարես սպորտը ամեն դեղափոխում դժվար է այսօր եթե Երևանեն Գյումրի էլ պիտի դեղափոխվի նորեն դժվար է ամեն այդ դեղափոխման առաջին քայլերը միշտ դժվար են վերջը արդեն այդ համոզմունքի հարց է դու ուզես մի դեղ որ գսիրես մնալ ամեն ինչ կանես որ կմնաս համաձայն եմ դա ասած որ հասնենք բոլորս միասին մեր երազած Հայաստանին շնորհակալ եմ Նորայր ջան Ընտրեմ հաջողություն եմ շատ շնորհակալ եմ հաջողություն